Parevses sirelede vortneres. Sabel Yesayan himayal buvrikneru dunu anunov masmı krere anigatsezi biti ընթերցը։ Որոշեր էինք երթալ Ամարանոց, Մարմարա, Ձողուն եզերքը, Մալտեպե, բայց մինչև երթալը, որ գապված էր շարք դժվարություններ հաղթահարելու հետ, հայրս բժիշկի խորհուրդով որոշեց ինձ հեռացնել Դունեն։ Մորս ճղային դակնապները սկսեր էին իմ վրաս ասնել մտահոգիչ աստիճանով։ Երկար վարանումները հետո հայրս հավանեցավ ինձ հանձնել Սանտուղ Թանումին, որ գպնագեր Üsküdarի բարձունքը, նոր շինված դուներու շարքի մեջ։ Հայրս եղեր էր գնկայր Սանտուղ Թանումին ամուսնության ադեմ և իր լայն օրերուն հանդիպած լալով այդ եղելությունը ձանրակին քոհարեղենը նվիրած էր։ Սանտուղ Թանում միշտ հարգալիր երախտաբարդություն ունեցած է հորս նկատմամբ։ Անիկա թեր 30 նոր անցած գիմմներ, բայց մազերը ամբողջովին ջերմգած էին և գզարտարեին իր թարմ և սիրուն թեմքը արձատապայլ քանքուրներով։ Գհակվեր միշտ մանրագրգիտ խնամքով և Üsküdarի ժամանակին գիներում գանտիսանար վայելչության և ջաշագի օրինակ։ Հայրս գախորժեր այդ գինեն և երբ մեզ այցելության գուկար, հորս աչկերը գժպտեին կողոնակությամբ։ Հայրս ներողամիտ էր Սանտուղ Թանումին թերություններուն, որոնք անհանդուրժելի կհամարվեին մեր դան գիներու կողմէ։ Մորաքույրերս արիտ չէին բացներ ըսելու, որ Սանտուղը զևզեկ գինե, հապիտային մեկն է, անիկա գխոսեր մաքուր հայրե, բայց իր արդասանության մեջ օդար շեշտ կար։ Գսեին, որ ընգեցիկ հույն աղջիկ էր և որդեգրված էր հայ ընտանիքի կողմէ։ Ավելի ուշ լսեցի, որ այդ ընտանիքի մայրը թրացի հույն սապրիչեմ ունացած է երախան և քաղտնի ծննդապերութենե հետո նորածինը ցուրտ ծմեր ադեմ իբր ընգեցիկ տնել դված է իրենց դան սեմին և ամուսինը համոզած է, որ որդեգրեն երախան փոխանակ հանձնելու հույն եկեղեցի։ Այդ կարգին ընգեցիկներ շատ գային Կոստանդնուպոլսահայ և հույն ասկապնակչության մեջ։ Սանտուղ Թանումին ամուսինը Ալեքսանդրը դարեց մարդմներ, նիհար և ոսկրուտ, քիչմը գորակամակ։ Անիկա շուգային մեջ կործմ ուներ, որով բարեգեցիկ կյանք ունեին։ Ալեքսանդրը դարվան որոշ մեկ թվականին համրության մեջ կմտներ։ Երևի սա սովորական աղթմներ, որովհետև ամենքը գնդունեին այդ բանը առանց զարմանալու և երբ թվականը կար, կսեին, որ Ալեքսանդրան խառնախսի մտեր է։ Գինը, որ շատ որոշ գիտեր այդ թվականը, երբ օրերը մոտենային, գշտաբեր ամուսնուին հետ կարգադրել դանը վերաբերյալ գարկ գործեր։ Ալեքսանդրը գսեր ան էրգանը. «Քան դահա խառնախսի չես մտած, թենեքեջինս է օլուխները շինե, ետքը անցրևը գուկա, բացը գմնանք»։ Այդ նշանավոր օրվան մոտ էր, երբ Սանտուղ Թանում առաջարկեց ինձ տուն տանել։ Ալեքսան աղան քանի օրեն խառնախսի պիտի մտնա։ Ըսավ ան հորս, ես ալ մինագս մերակներս գելլե, մեկը չկա, որ հետը երկու խոսք կդեմ, թող դվեք չոջուխը տանիմ, ինձ է աղեգություն ըրած պիտի ըլլակ։ Եվ վերջապես առավոտը Սանտուղ Թանում եկավ, ծերքես բռնեց և ինձ իր տունը տարավ։ Առաջին օրերը թեր Ալեքսան աղան խառնախսին չէր մտած, ամեն առավոտ կանուխ կելլեր անգողինեն
քիշերանոցով գնստեր բազմոցին անգյունը եւ գսպասեր որ գինը կաֆեն եփե հացը դակցնե գրագարանին վրա եւ շերտը խաշեր բանիրով հրամցնե իրեն ան լուր գնախաջաշեր հետո գակվե եւ գիչնար սանտուխներեն գինը արդորալով գեդևեր ամուսինին եւ փագի մեջ մարդուն հովանոցը ցերկը բռնած գսպասեր որ ան մուջակները հանեն եւ գոշիկները հանգնի այդ միջոցին սանտուխտանը խոնարհապար գներ իր բացվերները եւ երբ Ալեքսան աղան դուրս գելեր գինը սեմին վրա գարկնած յետևեն գնայեր մինչև որ ամուսինը դառնալ փողոցին անգյունը Թրացի դուներեն բարակույրներու արանքե գիներ գտիդեին սանտուխտանամին ժպտուն թեմքը եւ վարմունքը ուգը հայդարարեին Սևզեք գնիգե Կիդես կի նոր պեսայեն Սանտուխտանամին դունը ինձ ներգայացուց բազմաթիվ նորություններ Բազմոցներուն անգյունները տրված էին փույնսկույն սունտուսի վրա ասեղնակորձված բարձր եւ բادرուն վրա գային նկարներ ոսկեզոծ շրջանակներու մեջ Մեկ շրջանակ մեկը բովանդագեր ինձ համար մասնավոր հետաքրքրական պատկերմը Սև թավիշի վրա փոլորակ սեդեղված էին մեդաքսի փոժոժները գդրդված եւ շիմված արվեստական ծաղիկներ եւ ճիշտ մեջտեղը թրված էր սանտուխտանամին եւ ամուսինին լուսանկարը հարսանեկան հագուստներով Սանտուխտանım ուներ նաեւ իր սնդուկի մեջ պայլուն եւ քունակեղ գերբասներ որոնք դուրս կհաներ եւ գխաղար անոնց հետ ան կողնագությամբ կժպտեր երբ ես հիացումս կհայտնեի եւ ինձ թող գուդար որ ես ինքս ցերնոդեմ թավիշիա եւ մեդաքսիա գդորները ինչ որ մասնավոր հաջույք կբաճարեր ինձ մատներուց ծայրերեն ստացված հadouk զգացողությունը Ալեքսան աղային մեկնելեն հետո սանտուխտանım գիչնար խոանոց եւ բծախնդիր ուշադրությամբ գերագուրներ կպատրաստեր Զինքը ղեկավարող հոգը այն էր թե Ալեքսան աղա ինչ կսիրե կամ չի սիրեր Գարձես ինքը անձնական ճաշակ չուներ եւ իր ամուսնուին հաջույք պատճառելու մտահոգությունը իր գլխավոր թերն էր ցանկի մեջ Առաջուց անգը հրջվեր այն վդիտ վարչադրությունով, որ իր ճանկերը և խնամքները պիտի շնորհեին իրեն ժլատ ժպիտմը։ Ալեքսան աղայի թթված թեմքին վրա, բայց այդ ժպիտնալ հաջող չեր երևար։ Բայց սանտուխտանım այդքանով չեր ուսահատեր և հետևյալ օրը ինձ սկսել մեծ բավականությամբ։ Ալեքսան աղան եփած դոլմայիս հավնեցավ, ամա փանչուսավ, ես տեսա հազրավ և նորեն արավ։ Երբ սանտուխտանım դան կորձերով գսպաղեր, ես բարդես գերտայի և գսպոսնեի, չուվան գծատկեի, օրորանին վրա գորորվեի, կադաղորեմ։ Երբ միջոցները սկսպարեին, գտիդեի ածուներու վդիտ պույսերը և վադույժ ծաղիկները, որոնք դժվարավ գծլեին և գծաղգեին այդ գավային հողին մեջ։ Որքան հերու էինք սիլահտարի բարդեզները, անոնք կարծես հերու հերավոր երգիրներ էին, որոնց կարոտը երբեմն թախից կպատճառեր ինձ։ Ես օրերը ետ, երբ այցելուներ չկային, Սանտուխտանım ինձ կհակվեցներ, մազերս կգաբեր գաբույտ կամ վարդակույն ժաբավենով, ինքնալ կհակվեր, կսկվեր և միասին գերտային այցելության։ Մեր կացած դուները բոլորովին անձանոտ միջավայրը կներկայացնեին ինձ։ Ադոնք բարեգեցիկ շուգացիներու ընտանիքներն էին,
որոնց խոսքերը, վարմունքը, հրամցուցած բաները հաշվված եւ առաջուց եւ ընդմիշտ որոշված էին։ Այդ տուներում մեջ գիները, երիտասարդուհիները եւ նույնիսկ երեխաները զուրկ էին ինքնաբուխ ովևէ արդայդուտենե։ Ամեն ինչ չափված, ցևված էր։ Անոնց համար գային բաներ, որ չէին ըլլար, եւ իրենց երկար խոսակցությունները թունավոր քննադատություններ էին։ Ուրիշ իրենց նման ընտանիքներու մասին, որոնք բզդիկ շեղումը կգործեին որոշված օրենքներեն, փամը ռերեին, որ չերըլլար։ Այդ կարգի ընտանիքներուն գլխավոր փարասիրություն ուներ որդեգրել եվրոպական սովորություններ։ Անոնք ուշադրությամբ կհետևեին Փարիզյան նորացեվությամբ եւ այդ կարգի հրադարագություններուն բադվերներուն կհետևեին կամ կգարձեին հետևիլ գետ առ գետ։ Մանավանդ նորահաս երիտասարդուհիներ հրապարփոք երանտով գխոսեին, երբ այդ նյութին վրա ըլլար խոսակցությունը։ Դղամարդիկ շուգային մեջ օրնիպուն գծախեին, գկնեին, գխապեին, գսդեին, գխարտախեին եւ գճանային իրենց վաստակածովը ոչ միայն հակուրտ տալ իրենց կիներու եւ աղջիկներու բանջներուն, այլև տրամոժիտ պատրաստել հասած կամ հասնելիք աղջիկներուն։ Այդ տրամոժիտը գդարուպերել 200 մինչև 500 ոսկի, որում տեքնածու կներգայանային նույնքան խապեպա սդախոս հանածվարած երիտասարդներ, որոնց տապատները սակայն գլայննային կամ գներնային ըստ Փարիզյան նորացեվության։ Ես ադելով գադեի ընտանիքները եւ անդանելի գերբով գհացանցրնայի այդ խնայողապար զարդարված տուներու մեջ, ուր եթե հանգարց թևդ երգնցնեիր, հիմար եւ դքեղ եղորմը գինար խախուտ սեղանին վրայեն, իսկ գիները մեծ թե երիտասարդ ինձ գտվեին դքեղ եւ հագագրելի եւ ամեն բանի վրայ ալ չար։ Գրեթե միշտ սանտուղթանն վշտացած դուն գվերադառնար եւ գսեր ալմեի մնալ ոտքս պիտի չտնեմ անոնց տունը, որովհետեւ այդ բարեկամուհիները չէին վարաներ անախորժ եւ խայթող ակնարկությունը ընել իրեն։ Բայց հետեւյալ օրը ամեն ինչ մորցած գհակվեր, գսկվեր եւ այցելության գերտար նման օրինակ դունմը։ Այդ կիները ինձ հետ գվարվեին անհարգի հետաքրքրությամբ, ինձ կհարցնեին, կփորձեին մերդան վիճակին վրա, բայց ես համառ եւ վայրենի լրություն կբայեի։ Այնադեն իրենց քեշ վրեժը գլուծեին իրար ըսելով շիրինենց թորն է։ Եվ իմաստալից ակնարկ մը գփոխանագեին իրարու հետ։ Երբ վերջապես օրը հասավ եւ Ալեքսան աղան խառնախսի մտավ, սանտուղթանում իր գարկի մտավ դխրության մեջ։ Անիգա երբեմն մեղմորեն գարդասվեր եւ ինձ խելք տնելով գսեր, որ փամը հոգը պիտի չներ, եթե կոնե մեկ երախա ունեցած ըլլար։ Բայց չեմ գիտեր ինչու այդ հույսը մի անգամ ընդմիշտ չկացած էր իրեն համար եւ այդ սիշպախտությունն էր։ Ինձ կկրգեր գատոքին եւ արցունքոտ այդը տնելով երեսիս կմրմնչեր մայրական սիրով եւ քորովի խոսքեր։ Այո, այսօրվան պաշինը հոսվերջացնեմ, շարունակությունը հաջորդին պիտի գարտամ ուբրիկներուն դոնը։ Ցդեսություն։